Պարոն Մամիջանյան, Վիտալի Բալասանյանը խոսելով Հայաստանի անվտանգության երաշխիքներից ասաց, որ ավելի անվտանգ կլինի, եթե Հայաստանը միութենական պետության կազմում ընդգրկվի։ Սրա մասով, սրա վերաբերյալ ինչ կարծիք ունեք։ Ոչ թե դրա վերաբերյալ կարծիք, այլ Հայաստանի Հանրապետական կուսակցության դիրքորոշումը հետևյալն է. Հայաստանի Հանրապետության անկախությունը եւ ինքնիշխանությունը սակարկման ենթակա չեն։ Ես չեմ պատրաստվում մեկնաբանել մեկի ասածը, բայց այս իմ ասածը Հանրապետականի համար սկզբունք է, աքսիոմ է, հավատամք է ու դրանից դուրս որևէ բան մենք ասելու չունենք այս հարցի շուրջ։ Լավ, իսկ ինչպես եք պատկերացնում այսօր համաշխարհային մարտահրավերների դեպքում Հայաստանի անվտանգությունը ինչպես կարելի է ապահովել, ինչպես եք գնահատում ներկա իշխանությունների դիրքորոշումը այդ հարցում եւ ավելի ճիշտ քաղաքականությունը նրանց վարած։ Ներկա իշխանություն կոչվածները, ներկա կառավարիչները ոչինչ չեն անում Հայաստանի անվտանգության ավելացման համար։ Իրենք փորձում են խաբել մեր քաղաքացիներին, պատրանքներ ստեղծել։ Իսկ հանրապետականը իր կառավարման տարիներին նախագահ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը, եթե հիշում եք, եւ արտաքին քաղաքականությունն էր, որը այս պահին ամենալավ կիրառելին է Հայաստանի Հանրապետության պարագայում։ Այսինքն Հայաստանի անվտանգությանը անհրաժեշտ են բազմաշերտ եւ բազմավեկտոր երաշխիքներ։ Եթե ավելի մանրամասնել, ապա առկա պայմանավորվածություններին պիտի ավելանան երաշխավորներ, որովհետև այս պահին երաշխավոր չկա։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ընդհանրապես վկա է այս գործընթացին։ Եվ օրինակ հետաքրքիր ձևաչափ կլիներ երաշխավորության համար Մինսկի խմբի ձևաչափը։ Կարող է նույն տեսքով, կարող է մի քիչ փոփոխված, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Եվրոպական միություն, այլ ոչ թե Ֆրանսիան, որը ներկայացնում է Եվրոպական միությունը, դա կարևոր չէ, բայց ամենայնպես տրամաբանությունը, արխիցիկտուրան, ճարտարապետությունը պիտի լինի այդպիսին, բազմավեկտոր եւ տրամաբանության մեջ, այլ ոչ թե հիմնված մեկ ուժի քաղաքական ցանկությունից, որովհետև այստեղ նորից արկա բանակցային գործընթացում Ամերիկայի Միացյալ Նահանգները երաշխավոր չեն, ընդհանրապես վկա են, իսկ հաշվի առնելով նաև նախագահ Թրամփի արտաքին քաղաքականությունը վարելու ոճը, ապա բավական անձակենտրոն են, խիստ պայմանավորված են նախագահ Թրամփի բանակցություններից եւ ցանկություններից։ Ուստի մեր առաջարկն է, որ երաշխիքների համակարգը պիտի լինի բազմավեկտոր եւ բազմաշերտ։ Մամիջանյան, միջամտեմ էլի, այն ժամանակ ձեր իշխանության տարիներին աշխարհաքաղաքական բոլորովին այլ իրավիճակ էր։ Հիմա բոլորովին կտրուկ, կարելի է ասել, փոխվել է եւ որքանով կարելի է իրականացնել այն նույն քաղաքականությունը, որը ձեր կուսակցություններ որպես առաքելություն ստանձնել, հաշվի առնելով այս աշխարհաքաղաքական զարգացումները եւ պետությունների միջև արկա սուր հակամարտությունները։ Թույլ տվեք ձեր հարցին պատասխանել երկու օրինակով։ Մեկ այս պահին ընթացող բոլոր մեծ կոնֆլիկտների պարագայում արկա է բաց, փակ, բարձր մակարդակով, միջին մակարդակով բանակցային գործընթաց, միջնորդավորված ուղիղ, բայց բոլորի պարագայում այս գործընթացը կա։ Այս մեկ։ Երկրորդ, այն հանճարների համար, որոնք ասում էին Մինսկի խումբը գործող չի եւ այլն, առաջին, եթե գործող չէր, անիմաստ կառույց էր, ինչի էր Ադրբեջանը նախապայման սարքել դրա լուծարումը, այսինքն այտենց ոչ մի բանի պետք բաներ, ուղղակի Ադրբեջանը դա նախապայման էր սարքում, չեմ հավատում։ Եվ երկրորդ, էլի օրինակի տրամաբանության մեջ գոյություն ունի մի կառույց, եթե չեմ սխալվում, Վիեննա քաղաքում էր այն հիմնադրվել, կամ Վիեննա կամ Ժնև, արդեն չեմ հիշում, բայց վերաբերելի էր ռուս-վրացական հարաբերություններին։ 2008-ից դեռևս սկսած այդ կառույցը գործում է։ Այդ կառույցը 23-ին էլ է հանդիպել, 24-ին էլ է հանդիպել, այսինքն վերջին զարգացումների տրամաբանության մեջ, որում դրան անդամ են թե Ռուսաստանը, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները, թե Եմեն եւ թե այլ դերակատարներ։ Հիմա հնարավոր է թե հնարավոր չի։ Ամեն ինչ հնարավոր է, եթե կա կամք եւ կա դա իրականացնելու համար ունակություններ։ Այս իշխանությունները չունի ոչ առաջինը, ոչ երկրորդը։ Եթե չեմ սխալվում, հենց Ռուսաստանի արտգործնախարարն էր Մինսկի խմբի անիմաստ գոյության անիմաստության մասին խոսել, որ դա արդեն ձևական կառույցի է նմանվում։ Այդ հայտարարությունը եղել է նախ Փաշինյանի հայտարարությունից հետո իրենք պատրաստվում են լուծարել։ Երկրորդ, ես ուզում եմ հասկանամ ակնկալիքներ, որ Ռուսաստանը, Ֆրանսիան կամ Ամերիկան ավելի շատ են անհանգստանալու Հայաստանի շահերի համար, քան հենց Հայաստանը, կարծում եմ ակնկալիքը այդքան էլ տեղին չի։ Եվ երրորդ, իսկ ինչ կապ ունի այս պարագայում, թե
ինչ է ասում որևէ երկրի ներկայացուցիչ։ Եթե Հայաստանի շահերից բխում է, որպեսզի այդ ֆորմատը շարունակի գոյություն ունենալ, ապա Հայաստանի կառավարիչները պիտի անեն ամեն ինչ, որպեսզի այն շարունակի գոյություն ունենալ, այլ ոչ թե սկզբից պայման դնեն, որ ստորագրման ժամանակ են լուծարելու այդ կառույցը, հետո նույնիսկ դա զեղչեն ու նախաստորագրման ժամանակ դիմեն ԵԱՀԿ-ին լուծարման համար։ Մի կարևոր կետ, բոլոր այն մարդիկ, ովքեր այդքան էլ ծանոթ չեն ԵԱՀԿ-ի կանոնադրությանը ու մտածում են դե Հայաստանը ինչ ուզում է որոշեր, միևնույն է այդ կառույցը լուծարվելու էր, ոչ, ԵԱՀԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, ու եթե Հայաստանը չհամաձայներ այն լուծարելու համար, ել չեմ ասում դիմեր է, եթե Հայաստանը չհամաձայներ այն լուծարելու համար, ապա այն չէր լուծարվի։ Եվ պարոն Մամիջանյան, մյուս թեման ընտրություններ, impeachment, եթե դեմ չեք, հա, դա էլ առանձին վիդեոյով դնենք։ Նու ավելի համառոտ մինչև հաղորդման եթեր դուրս գալը հավատում եք դուք ընտրությունների հնարավոր ելքին, որ այս իշխանություններին ընտրություններով կարելի է ճանապարհել։ Ես քաղաքական գործընթացները հավատում եմ, չեմ հավատում տրամաբանության մեջ չեմ վերլուծում, դա թղթախաղ չի։ Հանրապետականը առաջարկել է միասնական օրակարգ մինչև ընտրությունները իշխանափոխություն հասնելու։ Շատ պարզ, շատ հստակ, բոլոր կետերը ֆիքսված օրակարգ կոչվում է impeachment կամ անվստահություն հայտնելու գործընթաց։ Դա միասնականության կոչ է մեր ընդդիմադիր դաշտին։ Impeachment-ի կամ անվստահության գործընթացը չի հակասում ընտրությունների գործընթացին։ Չեն կարող երկու համանդրական գործիքները իրար հակասել։ Ուստի մենք առաջարկում ենք, եթե նայել մեր հայտարարության մեջ, բոլորս միավորվենք impeachment-ի գործընթացի շուրջ, Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը չունի դեռևս որոշում ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ, բայց եթե նորից նայեք մեր հայտարարությունը, ապա այդ հայտարարության մեջ երկու շատ կարևոր կետ է նշված ընտրական գործընթացի հետ կապված։ Առաջին, որ բոլորս պետք է ապահովենք վերահսկողություն ընտրությունների ժամանակ, 3 կետ ավելի ճիշտ։ Երկրորդ, որ ընտրությունները արդեն իսկ սկսել է կեղծել Նիկոլ Փաշինյանը իր ազատազրկումներով, ճնշումներով, բռնաճնշումներով եւ այլն եւ այլն։ Եվ երրորդ, անկախ այս երկու ասացներից անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի լինի քաղաքացիների շատ բարձր, շատ ակտիվ մասնակցություն ընտրությունների, որտեղ այդ պարագայում Նիկոլ Փաշինյանի ֆիքսված ձայների տեսակարար կշիռը կնվազի։ Այսինքն մեղադրել հանրապետականին որևէ բանի մեջ հնարավոր չի։ Մենք ոչ միայն առաջարկում ենք ռեալ գործուն մեխանիզմ, իր բոլոր կետերը մշակված եւ դրանցից ոչ մեկը Նիկոլ Փաշինյանից կախված չի իշխանափոխության համար, որը կոչվում է impeachment, այլ նաեւ ասում ենք, թե ինչ պիտի անենք բոլորս միասին, անկախ հանրապետականի մասնակցել չմասնակցելուն, որպեսզի ընտրությունների համար Փաշինյանին համար հարմար մթնոլորտ չլինի, այսպես ձևակերպեմ։ Ուստի հանրապետականի վերջին հայտարարության մեջ ձեր բոլոր հարցերի պատասխանները կային։ Սերժ Սարգսյանը դատարանում, հա, վերջին հարցազրույցի ժամանակ ասաց, որ շուտով impeachment-ի վերաբերյալ նոր բան ենք լսելու։ Ինչ նկատի ուներ։ Դե կարծում եմ այս փուլը գործընթացի Դավիթ Համբարձումյանի նամակը եւ դրանի պատասխան Հայաստանի Հանրապետական Կուսակցության առաջարկը միասնականության հենց դրա մասին էր խոսում նախագահ։ Հանրությունը սպասում էր, որ ինչ-որ զարգացումներ կլինեն, օրինակ պատգամավորներին ներգրավելու, մասնավորապես օրինակ ՔՊԱ-ական խմբից, հա, պատգամավորների գործընթացում ներգրավելու հետ կապված։ Նախ impeachment-ի շուրջ աշխատանքը լինում է տեսանելի եւ ոչ տեսանելի։ Երկրորդ, impeachment-ը առանց փողոցային պայքարի իրականացնել հնարավոր չի։ Չորրորդ, ես լավ չեմ պատկերացնում ավելին ինչա կարելի ակնկալել։ Մենք առաջարկել ենք լուծում, առաջարկել ենք այդ լուծման համար կետ առ կետ մշակված ծրագիր եւ կոչ ենք անում բոլորս միասնաբար լծվենք այդ ծրագրի իրագործմանը։ Եթե դաշտում կա որևէ անհատ գործիչ կուսակցություն ՀԿ, կարևոր չի, որը ունի այլ օրակարգ, այլ առաջարկ, խնդրեմ թող առաջարկի, սիրով քննարկենք, բայց եղած օրակարգի վերաբերյալ կարծում եմ կարծիք մենակ կարծիքը մի քիչ է, էլի գործողություններ իրականացնելը շատ էական են։ Համենայն դեպս ես գիտեմ, որ մենք բոլորս դա ենք խոստացել։ Մենք մեր խոստմանը տեր ենք։ Հերթը մնացածինն է։ Տեսականը կա, հա, ճանապարհային քարտեզը եւ ընտրությունների հետ կապված ինչպես կարելի է իշխանություններին հեռացնել եւ impeachment-ի հետ կապված։ Իսկ հիմա շատ նորաձև է գողի վրա տեսնում եք գործողություններ, որ կարող են այդ ճանապարհային քարտեզը։ Ես գիտեմ, որ ցանկացած պայքարից առաջ կարելի է մի քանի ժամ նստել, վերլուծել եւ գալ են եզրակացության, որ չարժի պայքարել։ Մենք այդպես չենք վարվում։ Մենք եթե տեսնում ենք գոնե 1% շանս, ապա լծվում ենք այդ շանսը իրագործելու։ Ու երկու ամենակարևոր տարբերությունները impeachment-ի պարագայում Փաշինյանի դերակատարությունը 0 է։ Իրանից ոչ մի բան կախված չի այդտեղ։ Ընտրությունների պարագայում
շատ ու շատ բաներ կախված են Փաշինյանից, ինքը ինչպես կկազմակերպի այդ ընտրությունները, իսկ ակնհայտ է որ խայտառակ, ինքը ինչպես կկիրառի իրավապահ մարմինները, դատական համակարգը, իսկ արդեն տեսնում ենք որ խայտառակ ու այսպես շարունակ։ Իսկ այս պարագայում իրանից կախումը 0 է։